Այսօր նախատեսված ակցիան կարելի է ասել մասամբ իրականացավ։ Համենայն դեպս ներկա լրագրողները ավելի շատ էին, քան շենքի բնակիչները։ Ավետիսյան Կարինեն հատուկենտ մարդկանցից էր, ով համաձայնեց խոսել, պատմում է, որ Բաքվում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Ավտոտնակներն են քանդում, բոլորը այսպես վախեցած վիճակում են, դուք չեք կարող պատկերացնել, ինչ վախի մթնոլորտ է, ոչ մեկը չեն կարողանում մոտենալ կամ հարցնում են ու գնում են, այսինքն համատարած գարաժները ուրեմն իրար հետևից քանդվում է, բայց ինչ ձևով է դա քանդվում, շատերը ասեցին, որ կանչում են ծիկ, եւ այնտեղ ասում են, որ պետք է անպայման գարաժները քանդվի եւ դուք պետք է արդեն ձեր համաձայնությունը տաք հիմա, ապամոնտաժվում են այնտեղ գարաժները։ Բնակիչներին հասած տեղեկություններով քանդված մանկապարտեզի տեղում կառուցվելու են 2 բարձրահարկ շենքեր։ Տիկին Կարինեի խոսքով հարակից շենքերի բնակիչների համար սա աղետալի է լինելու։ Նախ փակվում է մեր լույսը։ Մենք լույսից բացարձակ մթության մեջ ենք ապրելու եւ բացի դրանից մի կանաչ տարածք էր, մի գեղեցիկ բակ էր, որով բոլորը հիանում են, խաղահրապարակ սարքեիք թեկուզ կանաչ տարածություն, բայց 2 շենք կառուցել այստեղ ինչու համար։ Մեզ պետք չի, հիմա սպառնում է այդ բոլոր ծառերը պիտի կտրվի ասում են եւ շատ հեշտ ու հանգիստ ասում են, մարդիկ անտարբեր անցնում են, մարդկանց մեծ մասը MC անտարբերության մեջ է այս ուղղակի ապշում։ Բաքվում արդեն ապամոնտաժվել է մի քանի ավտոտնակ, դրանցից մեկի արդեն նախկին տերը ասաց, որ փոխհատուցում եղել է, սակայն իրեն այլընտրանք չեն թողել։ Տվել որ գարաժը քանդվի ձեր համաձայնությամբ է։ Այն համաձայնությունն է։ Ձեզ ասել են ինչա կառուցվելու այստեղ։ 18 հարկանի շենք։ Դուք կողմ եք։ Չէ, ես կողմ չեմ։ Պետք է ո՞նց կարամ կողմել։ Այդ դեպքում ինչ եք թույլ տվել գարաժը քանդի եւ ձեր փոխհատուցում եղել է։ Գնա կրականի։ Եթե չոր քանդե եսով եմ այնգե։ Որ են քան է դրա համար, որոշում անե, ես եմ այապեր։ Փոխհատուցում տվեցին ձեզ։ Այո։ Ինչքան։ Չեմ հիշում։ Գերեմ։ Գոհացրել է ձեզ բայց այդ գումարը։ Գոհացրել է այդ գումարը։ Որքան քանդելան քիչ եկա ժամանակին տեր կանի։ Քիչ ժամանակին չեկա չթողեք քանդել։ Նո ելեք վազեք եկեք։ Հարակից շենքերի շուրջ 150 բնակիչների ստորագրությամբ դիմումը ուղարկվել է երկրի նախագահին, վարչապետին եւ Երևանի քաղաքապետին։ Արձագանք ստացվել է քաղաքապետարանից կծկտուր ոչինչ չասող պատասխան։ Քիչ անց լրագրողներն մոտեցավ շենքի մեկ այլ բնակիչում համոզմամբ այս ակցիաները անօգուտ են։ Մտահոգում է, որ ստեղ այդ տեսեք ինչքան բնակչություն կա։ Ստեղ պիտի գեղեցիկ բակ լինի երեխաների համար, որ երեխաները վազվզեն ամրանան։ Որ առողջ երիտասարդություն բանը մեծանա։ Ես որ ինչ։ Դու պատկերացնում եք մի հատ վիսոտնի շենք ստե 10-20 հարկանի է ինչա։ Դա թույլատրելի է։ Լավ, իսկ դուք ինչ եք առաջարկում։ Ես այս կառավարության համար ոչ ոք չեմ առաջարկում։ Նրանք ինչ ուզում են, նրանք անում են։